Աղմուկային աղտոտվածությունը մարդու առողջության վրա ազդող հիմնական 3 գործոններից մեկն է, փաստում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունը։ Ուստի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արսեն Թորոսյանը, Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն, որով կարգելվի մեքենայում տեղադրել ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Աղմուկ առաջացնում է ստրեսներ, քնի խանգարում, հոգեբանական որոշակի խանգարումներ եւ մեր երկրում նույնպես բազմաթիվ են նման դեպքերը, բոլորս ականատես ենք լինում, որ շատ բարձր երաժշտությամբ երթևեկում են տրանսպորտային միջոցները, խլացուցիչներ են տեղադրում, որոնց արձակած ձայնը կրակոցներ են հիշեցնում եւ այդ բոլորը ստրեսներ են առաջացնում մարդկանց մոտ, քաղաքացիների անդորը խանգարում են, հոգեբանական ազդեցություն են թողում, ազդում են նաեւ туриզմի վրա։ Եվ մենք չունենք որևէ կարգավորում մեր օրենսդրության մեջ։ Պատգամավորներն առաջարկում են լրացումն անել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում։ Մենք առաջարկել ենք արգելել լրացուցիչ տեղադրել հզորացված լուսարձակներ, արգելել ստանդարտին չհամապատասխանող նվագարկիչների վրա դնել ուժեղացուցիչներ, արգելել բարձրախոսների տեղադրումը, արգելել խլացուցիչների տեղադրումը։ Առաջարկվում է խախտման համար 10,000 դրամ տուգանք սահմանել, տուգանային 2 միավոր նվազեցնել եւ առգրավել տեղադրված բոլոր սարքավորումները։ Ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Գաբոյանը կարծում է, որ նախագծի շատ ձևակերպումներ պետք է փոփոխվեն, հաշվի առնելով միջազգային փորձը։ Որ գրած է, որ ստանդարտներին չհամապատասխանող չգիտեմ, բարձրախոսներ չդնել, խլացուցիչներ չդնել, սկսենք նրանից, որ ոչ միտեղ դեռ սահմանած չի, թե ինչքան այդ ստանդարտները ու հանկարծ կարող է ի սկզբանե ես մտածում եմ, որ գոնե գրած կլինի գործարանայինին համապատասխան կամ սենց ինչ-որ մի տարբերակ, բայց այդպես չի, գրած է ստանդարտներին ու ստանդարտների մասին դեռ ոչ մի խոսք չկա։ Փորձագետը պնդում է, որ պետք է պայքարել երևույթի դեմ, ոչ թե գործիքների արգելք կիրառել։ Կոնկրետ օրինակ է բերում. ընկել է փոսը եւ վնասել խլացուցիչը, որը սկսել է բարձր ձայն հանել։ Ինքն ուզում է փոխել ու դնել բարձրորակ, բայց ոչ գործարանային։ Կարող է թե ոչ։ Եթե դուք ուզում եք պայքարեք աղմուկի դեմ, սահմանեք, չգիտեմ, աղմուկի շեմ, ոնց որ ապակիների մքեցման դեմ եք պայքարում, սահմանեցիք նորմա, ինչքան է թույլատրելի, դրեցիք գործիքներ, որոնց սկսեցիք չափել, անել։ Նույն ձևով մտածեք գործիք, որ դուք պայքարեք աղմուկի դեմ, ոչ թե սարքերի դեմ, որոնք կարող են աղմուկ արտադրեն։ Շատ դեպքերում մարդիկ հզոր լուսարձակներ են տեղադրում կամ հզոր ձայնային համակարգ ունեն, բայց քաղաքում բարեխիղճ քաղաքացու վարքականոն են դրսևորում եւ չեն միացնում, շարունակում է Գաբոյանը։ Նախագծի համահեղինակն այս հարցերի պատասխանն ունի։ Իհարկե խոսքը գնում է օգտագործման ընթացքի վերաբերյալ, հատուկ նշվում է, որ երբ որ դա օգտագործվում է, եթե մարդու ունի այդ սարքավորումը, դա որևէ օրենսդրական կարգավորումը ենթակա չի եւ պատժի ենթակա չի, բայց երբ որ իր գործողության հետևանքով տուժում են քաղաքացիներ, պետք է կիրառվի եւ որոնք ամբողջ խստությամբ պետք է օգտագործել, որպեսզի քաղաքացու իրավունքները չոտնահարեն։ Նման սարքավորումներ կիրառողները պետք է ստանդարտներին համապատասխանելու արտոնագիր ունենան։ Ճանապարհային ոստիկանությունը ունի նման սարքավորումներ, որով կարող է ստուգել եւ հստակ սահմանել, բացի այդ պարտավորությունը դրվում է նաև վարորդի վրա, որ պետք է ներկայացնել այդ փաստաթուղթը։ Եթե չի ներկայացնում սերտիֆիկատ, նշանակում է դա ստանդարտին համապատասխան չի համարվելու։ Արտակ Գաբոյանը փոխարենն առաջարկում է հստակ վայրերում, հատկապես կենտրոնում, օրինակ ժամը 23-ից հետո արգելել բարձր երաժշտությամբ անցնել կամ վարել այնպիսի տրանսպորտային միջոց, այդ թվում մոտոցիկլ, որի խլացուցիչից բարձր ձայն է գալիս, անգամ եթե այն գործարանային է։ Դիտարկում ունի նաև լուսարձակների վերաբերյալ։ Խնդիրը ոչ թե լուսարձակ փոխելն է, այլ այնա, որ մեր մոտ մինչև հիմա այսքան ժամանակ ոչ չկա ձևավորված նորմալ տեղ սպասարկման կենտրոնի տեղ զննման նորմալ կարգ։ Այսինքն, եւ օրինակի համար պարեկները ակնհայտ տեսնում են, որ ինչ-որ մեքենա է, որը քորացնելով է քշում։ Առաջերտին այդ մարդուն կանչեն պատասխանատվության, հետո էլ գնան տեսնեն, որ տեղ սպասարկման կետում այնքան էլ ստուգում, մի հատ էլ նրան կանչեն պատասխանատվության, զրկեն լիցենզիայից, ասեն, ոնց ես դու ես լուսարձակներով այն մարդուն բան տվել, տեղ զննման կտրոն տվել։ Սերգեյ Բագրատյանը նշում է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է եւ իրենք կընդունեն հիմնավորված առաջարկները։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։